Հայրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է։ Ձեզ հետ Մերի Մուսինյանը։ Բարի օր սիրելի ունկնդիր։ Դեր առաջ Club ժամանցի կենտրոնում գրականության աշխարհի մարդկանց ներկայացվեց միաժամանակ երկու գիրք։ Անտարես հրատարակչության կողմից հրատարակված արգենտինահայ գրող Աննա Արզումանյանի «Իմ անունը հիմա է» պոեմը եւ արդեն Արգենտինայում հրատարակված հայ պոետների անթոլոգիան, որն իր մեջ ներառում է հայ ժամանակակից պոեզիան ներկայացնող 20 պոետների ստեղծագործություններ 60-ականներից մինչև մեր օրերը։ Երկու գրքերի թարգմանության հեղինակն էլ թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանն է։ Իսպանալեզու ընթերցողը անթոլոգիայի շնորհիվ հնարավորություն ունի ծանոթանալու Հովհաննես Գրիգորյանի, Տիգրան Պասկևիչյանի, Նաիրա Հարությունյանի, Հրաչ Թամրազյանի, Հենրիկ Էդոյանի, Մարինե Պետրոսյանի, Արմեն Շեկոյանի, Արտեմ Հարությունյանի, Հակոբ Մովսեսի, Անահիտ Հայրապետյանի, Ավագ Եփրեմյանի, Կարեն Կարսլյանի, Խաչիկ Մանուկյանի, Կարեն Անտաշյանի, Հասմիկ Սիմոնյանի, Արփի Ոսկանյանի, Նանոր Պետրոսյանի, Վիոլետ Գրիգորյանի, Տանյա Հովհաննիսյանի եւ Ներսես Աթաբեկյանի ստեղծագործություններին։ Տեղեկացնեմ նաև, որ հեղինակներին եւ ստեղծագործություններն ընտրել է բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։ Իր մեկնաբանմամբ ընտրված են այն բանաստեղծները, որոնց տեքստերը թարգմանության տեսանկյունից, այսպես ասենք, փորձառությանը դիմանալի են։ Ընտրություն անելիս բանաստեղծը հիմնվել է նաև այն ենթադրության վրա, որ դրանք կհետաքրքրեն իսպանախոս ընթերցողին։ Իդեպ, արգենտինահայ գրող Աննա Արզումանյանը, որ այս օրերին Հայաստան էր ժամանել գրքերի շնորհանդեսին ներկա լինելու համար, եւ ով ըստ էության հենց անթոլոգիայի հրատարակման նախաձեռնողն է, ուրախությամբ հայտնում է, որ արդեն անթոլոգիայի շուրջ մեծ հետաքրքրություն կա, ոչ միայն Արգենտինայում, այլև իսպանախոս բազմաթիվ երկրներում։ Շնորհանդեսից հետո ես զրուցեցի հայ ժամանակակից պոետների անթոլոգիայի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանի հետ։ Տիկին Ալիս, ինձ հետաքրքրում է, թե ինչպես է ստեղծվել անթոլոգիան, ում մտահղացումներ դա, որովհետև ես նաև շատ զարմացա իմանալով, որ դեռևս գիրքը մեր գրախանութներում չկա, եւ հայ ընթերցողը պարզապես այսպես պիտի տեղեկանա սրա մասին ընդհանրապես մամուլից։ Մոտավորապես 2 տարի առաջ այսպիսի մի հանդիպում տեղի ունեցավ, Աննա Արզումանյանը, որը արգենտինահայ պոետ է, եկել էր Հայաստան առաջի անգամ։ Սկսեցինք խոսել նաև մեր պոեզիայի մասին եւ ասեց, գիտես, մեծ ցանկություն ունեմ ներկայացնելու արգենտինացիներին, ոչ միայն արգենտինահայերին, ժամանակակից Հայաստանի պոեզիան։ Եվ մեզ միացավ պոետ Մարինե Պետրոսյանը, որը սիրով համաձայնեց կատարել այդ ընտրանին, որը մենք այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողին։ Ընտրվեցին 20 պոետներ, 20-ը մի քիչ խորհրդանշական էր, որովհետև ուզում ենք ինչ-որ ձևով նշել նաև 20-ամյակա անկախության Հայաստանին։ Ընտրությունը ամբողջությամբ կատարել է Մարինեն Պետրոսյան, որից հետո սկսեցինք արդեն աշխատել թարգմանության վրա, որից հետո արդեն զուգահեռ թարգմանության վրա նաև աշխատում էր Աննա Արզումանյանը Արգենտինայում, եւ դեռ գիրքը լույս չտես ներկայացնում էր այս գիրքը տարբեր ֆորումներում պոետական, լինի դա Արգենտինայում, լինի դա Լատինական Ամերիկայի այլ երկրներում, եւ կարողացավ նա հետաքրքրել արգենտինացի հրատարակիչներին, որոնք այսպես ձեռնամուխ եղան այս գրքի հրատարակմանը։ Այսպիսով այս գիրքը լույս տեսավ զուգահեռ Բուենոս Այրեսում եւ Կորդոբայում, Կորդոբան դա երկրորդ խոշորագույն քաղաքն է Արգենտինայի, եւ այստեղ Հայաստանում մենք ունենք միայն այն օրինակները, որը կարողացել ենք բերել տալ Արգենտինայի։ Ես ուզում եմ իմանալ մասնավոր հրատարակիչների նախաձեռնությունները դա թե դա նաև Արգենտինայի օրինակ մշակույթի նախարարություն, այսինքն պետական մշակութային քաղաքականության նշույլ կար այստեղ թե ոչ։ Մեր կողմից այո, որովհետև մեր նախարարությունը սիրով համաձայնեց իր հովանավորությունը տրամադրել եւ որովհետև մենք սա սկսեցինք անել, երբ որ Երևանը դառավ գրքի մայրաքաղաք եւ այդ ժամանակ մենք շատ այսպես շփվում էինք նախարարության հետ եւ այլն եւ իրենք ասեցին, որ եթե դուք այդ գաղափարը ունեք, մենք պատրաստ ենք ինչ որ հնարավորության սահմաններում մեր, բայց գիրքը հրատարակվեց ամբողջությամբ Արգենտինայում, սա Ալսիոն էդիտորը, այսպես մի հատ հրատարակչատուն է, եւ իրենք եւ զբաղվում են գիրքը տարածելով։ Ուրեմն այսօրվա դրությամբ գիրքը ներկայացված է բոլոր գրախանութներում արգենտինյան եւ ինչպես ասեցի, արդեն որպես գիրք ներկայացվում է նաեւ տարբեր լատինամերիկյան երկրներում։ Եվ մեծ հետաքրքրություն է առաջացրել այս գիրքը նաեւ Մեքսիկայում, Պերույում, Չիլիում, Ուրուգվայում։ Այնտեղ նույնիսկ գաղափարներ կան այս գիրքը վերահրատարակել
հրատարակելու։ Հուսանք տեսնենք այդ հնարավորությունը կա թե ոչ։ Նաև այսպես անձնական նախաձեռնումներով մենք այս գիրքը տրամադրել ենք Իսպանիայի ազգային գրադարանին։ Դուք ծանոթ եք մինչ այդ հայ ժամանակակից գրականությանը մեր պոետներին եւ թարգմանելի, սա ձեզ համար, որտեվ ի վերջո սա նաև անձնական երկխոսություն է գրողների եւ բանաստեղծության հետ։ Ձեզ համար ինչ պահեր էին դրանք։ Գիտեք, բնականաբար ունեմ հեղինակ, որոնց որ ես միշտ ընթերցում եմ, այսինքն հետևում եմ իրենց գրածներին եւ այլն, կան արդեն կարելի ասել նաեւ դասականներ, ինչպիսին են Հենրիկ Էդոյանը, Հրաչ Թամբրազյանը, Հակոբ Մովսեսը, Արտեմ Հարությունյանը։ Երիտասարդների մեջ բնականաբար ունեմ նախընտրած իմ հեղինակների։ Սակայն շատ շնորհակալ եմ այս աշխատանքին, որովհետեւ այս աշխատանքի բերումով օրինակ ծանոթացա Տանյա Հովհաննիսյանի պոեզիային, որը ինձ համար ուղղակի հայտնություն էր, ես ծանոթ չէի ցավոք սրտի։ Տիկին Ալիսին հարցնում եմ, թե արդյոք հեշտ է հաղթահարվել թարգմանությունը նկատի ունենալով մասնավորապես այն, որ երբեմն մեր պոետները թվում է միայն մեզ ծանոթ երևույթների մասին են խոսում։ Եթե որևէ բան ես ենթադրում եմ, որ կարող է անհասկանալի լինել արգենտինացի կամ իսպանալեզու ընթերցողի համար, ես տալիս եմ շատ մանրամասն բացատրություններ, եւ այս բացատրությունները փաստորեն մնացել են։ Ճիշտն ասած, ես դա տալիս էի ավելի շուտ խմբագրի համար, բայց փաստորեն իրենք դա պահել են համարելով անհրաժեշտ։ Եվ այս առումով շատ հետաքրքիր էր իհարկե Արմեն Շեկոյանի հետ իմ շփումը, որովհետև ստիպված եղավ շատ բաներ, այնտեղ ուղղակի անուններ կան, որոնք թվարկվում էր եւ պետք էր բացատրել ընթերցողին ովքեր են այս մարդիկ։ Իսկ հիմա մի հատված Արմեն Շեկոյանի Երևան հյուրանոց պոեմ մեծամասնականից, որը հեղինակը նվիրել է Երրորդ հանրապետության առաջին մարտահամարին եւ որից հատվածներ տպագրվել են ժամանակակից պոետների անթոլոգիայում։ Ինձ մի քիչ գիտեր Գեգամ Սարյանը, ինձ շատ լավ գիտեր Համու Սահյանը, ինձ մի քիչ գիտեր ինքը Գորիկը, ինձ շատ լավ գիտեր Դքի Նորիկը, ինձ գիտի Սոսը, գիտի Խորիկը, գիտի Սերոժը, գիտի Բորիկը, գիտեն Լիպոն ու Ղումարբազ Ճանը, գիտեին Նանսենն ու Դեմիրճանը, որ այս վայրերում մեզ նման հուսած նա մի բան գիտեր, սակայն ինձ չասած։ Ինձ գիտի Մանիկն ու գիտի Հոնոն, ինձ գիտի Գոքորն ու գիտի Օնոն, ինձ գիտեր Վազգենն ու գիտի Վանոն, Ռոլանդն ու Աֆոն, Վասակն ու Աղվան, նրանք իրարից անընդհատ դաղվան եւ սպասում են ինձ նման վաղվան։ Ինձ գիտի Իսոն, գիտի Վարուժը, գիտի Արամոն, գիտի Մերուժը, գիտի Աննան ու գիտի Սաթիկը, գիտի Հայկազը, գիտի Թաթիկը, գիտեն Աքիլլեսն ու Հոմերոսը, գիտի Լորիսը, որ նորեն հոս է, քանզի բոլորից լավ է հասկացել, որ չարչարանած էս տեղը փոս է։ Գիտեք, մենք ենթադրում ենք, որ մենք ապրում ենք շատ բավական բարդ շրջան։ Այո։ Մենք ենթադրում ենք, որ մենք այսպես հոգսեր ունենք, խնդիրներ ունենք, մեր կյանքը բարդ է եւ այլն։ Այս պարագայում, երբ որ արդեն այսպես ընդհանուր հայացքով ես նայում ես ամեն ինչին, տեսնում ես, որ եւ հումորը կա, եւ լավատեսությունը կա, այսինքն բոլորովին, եթե ինչ-որ մտավախություն կա, որ դա կարտահայտվի մեր պոեզիայի մեջ, բնականաբար արտահայտվում է, բայց չի ճնշում ոչ մի ձևով, շատ լավատես այսպես։ Այսինքն անկումային տրամադրություններ չի տարածում։ Բոլորովին, բնավ։ Եվ այս ընտրությունը բավական լայն պատկերում է Հայաստան, այսինքն մեր գաղափարները, մեր հետաքրքրությունները, մեր ցավը, մեր ուրախությունը եւ հումորը, ամեն ինչ ընդգրկված է։ Թերթենք մեր զրույցի էջն ու արդեն ներկայացնենք Աննա Արզումանյանի Իմ անունը հիմա է գիրքը։ Շարունակեմ զրույցս Ալիս Տեր-Ղևոնդյանի հետ։ Աննա Արզումանյանին ճանաչում եմ 96 թվականից։ Այդ պահից ի վեր միշտ եղել եմ իր առաջին ընթերցողներից մեկը։ Ուզում եմ համաձայնել, որ այսօրվա մեր օտարագիր հայ հեղինակները, կարելի ասել սփյուռքահայ, բայց ես կանվանեի իրենց օտարագիր հայ հեղինակներ նաև, մեզանում անծանոթ են, այսինքն մենք չգիտենք, չենք ճանաչում իրենց ստեղծագործությունները, մինչդեռ իրենք վայելում են իրենց համբավը համապատասխան երկրներում։ Եվ այդպես ստացվեց, որ անցյալ տարի լույս տեսավ նմանատիպ մի կարճ պատմվածքի ժողովածու Դիեգո Տատյանի, որը նույնպես հայ լինելով ծագումով գրում է իսպաներեն եւ մեծ հետաքրքրություն առաջացրեց այստեղ ընթերցողների շրջանում։ Այնպես որ ես շատ հանգիստ էի վերցնում այս գիրքը թարգմանելու, ես գիտեի, որ սա հետաքրքիր կլինի։ Բացի այդ, ասեմ, որ շատ հետաքրքիր է Դիեգո Տատյանը օրինակ փիլիսոփա է եւ Կորդոբայի պետական համալսարանի
համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դեկանն է, պատկերացրեք, եւ զբաղվում է Սպինոզայով եւ այլն, եւ այդ ամեն ինչը արտահայտվում է իր պատմվածքներում։ Աննա Արզումանյանը իր մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանության փիլիսոփայության մասնագետ, բայց նույնպես զբաղվել է հոգեվերլուծությամբ եւ նաեւ պոետ է, նաեւ արձակագիր։ Կարելի է ասել, որ որոշ չափով նաեւ հրապարակախոս։ Եվ այդ ամեն ինչը միախառնվել է իր ստեղծագործության մեջ։ Ուզում եմ ասեմ, այդ ստեղծագործությունները շատ բազմաշերտ են եւ շատ բարդ են։ Եվ այնտեղ նաեւ չի կարող չարտահայտվել ցեղասպանության թեման։ Նույնիսկ եթե մարդը չի արտահայտում դա կոնկրետ բառերով, դա արտահայտում է ինչ որ մի հիշողություն, մանկության հետ կապված մի պատկեր, տանը պատմել են ենթագիտակցական մակարդակով, ասեմ ինչու։ Նախ եւ առաջ, որովհետեւ այս բոլոր մարդիկ, որոնք արդեն երրորդ սերունդն են, որ ծնվել են կոնկրետ այս դեպքում, հա, թե Դիեգո Տատյանը, թե Աննա Արզումանյանը, որ ծնվել են Արգենտինայում, բայց չէ որ նրանց տատիկներն ու պապիկները հայտնվել են Արգենտինայում ցեղասպանության հետևանքով, եւ իրենց մեջ շատ ուժեղ է այդ զգացումը, որ ես այստեղ եմ, որովհետեւ ինձ վտարել են իմ հողից, ես սա իմ ընտրությունը չէ։ Շատ հաճախ դա բերում է նաեւ այսպես փնտրտուքների, մարդիկ փորձում են հասկանալ իրենց ինքնությունը որն է։ Իրենք հայ են, իրենք արգենտինացի են, իրենք ով են։ Սա արտահայտվել է այս գրքում եւ սա շատ գեղեցիկ պոետական արտահայտում է, չնայած այստեղ հեղինակը առաջի անունից է այսպես ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ դա իր անձն է։ Ամեն, այո, ընդհանրական եսն է, սակայն սրա հիմքում ընկած է մի պատահար, որը տեղի ունեցել Նյու Յորքում։ Մի պատահական հանդիպում սրճարանում, որտեղ մի թուրք ուղակի բարյացակամ դիմում է, ասում է I am Turkish and you, այդ հարցից առաջանում է մի ամբողջ զգացողությունների հեղեղ։ Այո, որը եւ արտահայտված է այս գրքում։ Իսկ ինչու է վերնագիրը իմ անունը հիմա է։ Ես կարծես թե ենթադրեցի, որ ի սկզբանե այդպեսին չի եղել վերնագիրը եւ դուք գտել եք պարզապես այս վերնագիրը պոեմի համար։ Այո, մենք գտանք այս անունը, այնտեղ շատ գեղեցիկ վերջավորություն կա, որ անսպասելի մարդ հասկանում է, որ իր անունը տվյալ դեպքում կապ չունի, որ ներկա պահն է էական եւ դրա համար ասվում է իմ անունը հիմա է։ Եվ դրանից հետո անընդհատ անդրադարձ է լինում այն ժամանակ, երբ իմ անունը դեռ հիմա չէր, ես այսպես էի մտածում, բայց հիմա, որ իմ անունը հիմա է, սա ուղղակի պահի վերապրումն եւ վերագնահատումն է ամբողջ այդ տեղի ունեցածի պատմական իրադարձությունների, ինչպես նաեւ ներկա կյանքի։ Ինչ վերաբերում է իր օրիգինալ անվանումին, այս գրքի անունը Կաուկասոս կլիներ Կովկասներ, Կովկասյան լեռներ, հա, այսպես ասենք, բայց միտումնավոր հեղինակը սխալով է գրել, այսինքն ոչ թե սեյով է գրել, կայով, Կաուկասոս։ Ուրեմն սա աշխատում է, այսպես ասած, արգենտինացի ընթերցողի համար, կամ իսպանալեզու ընթերցողի համար։ Ինչու՞, որովհետև կասոս, կազուս եւ բացի այդ տառը, որ տալիս է կան, ոնց որ ավելի ալյուզիա է անում ռուսատառ ժամանակի մարտակայությունների մասին է խոսում, թե ինչպես վերաբաշխվեց այդ տարածքները եւ այլն։ Դա մի ալյուզիա եւ երկրորդը կասոս դեպքեր, այնտեղ եթե ինչ որ դեպք է լինում, ասում են կասո այսինչի եւ տալիս են այդ մարդու անունը։ Եվ այսպես ստացվում էր շատ հավաքական մի անվանում։ Բայց եթե մենք դա թարգմանեինք հայերեն, Կովկասներ ոչ մի բան չէր ասիս, գրությունը փոխելը չէր ստացվում։ Եկանք այն եզրակացության, որ կարելի է այսպես փոխել անվանումը եւ պատկերացրեք համենայն դեպս ներկայացնելուց շատ լավ ընդունվեց գրքի անվանումը, հետաքրքրություն առաջացրեց։ Այստեղ կանացի եսը շատ ուժեղ է ներկայացված, դրանով իսկ հետաքրքիր է այս գիրքը։ Ես ուզում եմ նորից անդրադառնալով անվանման նաև ասել, որ սա շատ կարևոր նաև փիլիսոփայական մոտեցում է, որովհետև այս գաղափարն է ոնց որ հիշեցնում, որ մեր հիման բաղկացած է մեր անցյալից եւ մեր ապագայից, այսինքն այն ինչ որ տեղի է ունենում հիմա, իր մեջ կրում է մեր անցյալը եւ ապագան։ Գիրքը նաեւ թարգմանվել է արդեն անգլերեն եւ ներկայացվել է Նյու Յորքում։ Բոլորը շեշտում են այս կոմպլեքսը, հա, խնդիրների, որ ներկայացված է։ Ես ենթադրում եմ, որ սա մի փորձ է վերաիմաստավորելու այն ամենը, ինչ որ տեղի է ունենում մարդկանց շուրջ, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը բառից բուն իմաստով ուղակի կերպարի մաշկի ներսից վերլուծում է հենց այդ կերպարը, հատկապես կանանց, ոնց են կանայք այդ ամեն ինչը ընկալում։ Շնորհանդեսի օրը ես զրուցեցի արգենտինահայ գրող Աննա Արզումանյանի հետ եւ խնդրեցի ներկայացնել գիրքն իր մեկնաբանմամբ։
եք ուղղել այս գիրքը, որ ընթերցողին, ինչ տեսակ ընթերցողի համար է գիրքը։ Ընթերցողին օրմսին ինձի որ իմ գրականությունը Արգենտինայի գրականություն չէ, Հայաստանի գրականությունը չէ, այլ դիասպորիկ գրականություն է, սփյուռքի գրականությունը դեղ չունի, ամեն դեղ ուծե եւ դեղ չունի։ Ադորամար հիմա դեղ մնե, հիմա ժամանակ մնե եւ դեղ մնե։ Իմ անունը հիմա է, որովհետեւ յանքի վերաբերյալ է հիման, որովհետեւ յանք գծուլվի ամեն այս դեղերու մասին։ Այս դինը որ գրե ունի պատմություն, բայց հիմա այդ պատմությունը նորեն վերապրում է։ Հիշողությունների հիմնված գիրքն է։ Մեծ մայրիկը շատ պատմություններ գսեր ինձի եւ այդ պատմությունները երբ այս մարտը Նյու Յորքի մեջ գսե որ ինքը թուրք է եւ հարցնե ինձի ուր դեղացի եմ ես։ Եվ ես չեմ գռնարսել ուր դեղացի եմ, չեմ գռնարսել որ Արգենտինայի եմ, չեմ գռնարսել որ հայ եմ։ Ամեն գիրքի մեջ ես կփորձեմ գրել եւ կփորձեմ խոսել։ Մտնում եմ ռադիո սրճարանը։ Մի տղամարդ նստած իմ կողքի սեղանին շաքարավազի մի ծրարիկ խնդրելով ինձ ասում է I am Turkish and you, բավարար չի այրել բոլոր արխիվները, փաստերը խունանում են, քիմերները մոգոնում են իրենց հիշատակները, թուրք գրվում է մեծատառով թե փոքրատառով, անցյալը թաքնվում է հայացքի ետևում փոխանակ առաջ մղվելու, ընդհատ բռնկումներով քո աղվամազն եմ տեսնում իմ աչքերի խորքում, միթած աղվամազ կանաչ խոնավության մեջ, դու գրվում է մեծատառ թե փոքրատառ, իտալական մի սրճարան Գրինվիչ Վիլիջում, Մեդիչիների բոհեմական կյանքը, Կարավաջոյի կտավները պատերին, եղունգներս կտրել էի, որ քեզ չվնասեմ, երբ քնքշանքս բարձրանա քո ազդրերն ի վեր։ Քո արփած մարմինը դիմադրելիս, նրա մինչ այդն ու հետոն, ինչին ունակ է քո մարմինը, դուրս պրծնելով ծովածին հրեղեն բանակներից։ Ալիս Տերղևոնդյանը ասում է, որ արծարծելով ցեղասպանության թեման, այնուամենայնիվ Աննա Արզումանյանի «Իմ անունը հիմա է» գիրքը մռայլ զգացողություններ չի արթնացնում։ Ոչ մի ճնշող տպավորություն չի թողնում, դա իմ կարծիքն է իհարկե անձնականը, սա նախ եւ առաջ փորձ է, գիտեք, խզել լռությունը, որովհետեւ այնքան երկար մարդիկ այս թեմայով չեն խոսել տարբեր պատճառներով կամ խոսել են ստանդարտ ձևով եւ շատ չեն խորացել հատկապես կանանց տպավորություններում, որովհետեւ դա այնպեսի մի ցավալի թեմա է, որ ընդհանրապես այդ թեմայով խոսելը լրիվ հասկանալի է, որ մարդիկ չեն ցանկացել երբևէ խոսել։ Որտեղ դա վերապրումի պես ինչ որ մի վերլուծել դա զուտ հոգեվերլուծական ինչ որ տեսանկյուններից դա իհարկե շատ հետաքրքիր է, բայց ոնց որ որոշակի այսպես ստանդարտներին ստիպված, հա, ստանդարտներին հարկվող, ասենք, այդ ցեղասպանություն վերապրածները, հոլոկոստ վերապրածները, վերլուծված դա մի այսպիսի կոմպլեքս անձնավորության կողմից, հետաքրքիր բազմաշերտ անձնավորության կողմից, ինչպիսին է Աննա Արզումանյանը, սա դառնում է ուղղակի շատ հետաքրքիր մի պատմություն։ Համենայն դեպս սա տեսակետ է, որը համարձակվում է, ուղղակի համարձակվում է խոսել այն բաներից, որոնց շուրջ մարդիկ եւ հատկապես կանայք առանձնապես շատ չեն տարածվում։ Վերջում հարցնում եմ, թե ինչ առանձնահատկություններով ընթացավ Աննա Արզումանյանի գրքի թարգմանությունը։ Նախ եւ առաջ դրանք այն բառախաղերն էին, որոնք տիպիկ են իսպաներենին, բայց կարծում եմ, որ դա բոլոր լեզուներում կա եւ բոլոր թարգմանիչներն են ունենում այդ խնդիրը, բայց ես հուսով եմ, որ կարողացել եմ այդ ամենը ներկայացնել, որովհետեւ ճանաչում եմ նաեւ արգենտինյան իրականությունը, ապրել եմ այդ երկրում եւ այլն, կարողացել եմ փոխանցել, բայց ամենամեծ խնդիրը իհարկե դա այն էրոտիկ լեզուն էր, որը պետք է գտներ իր համապատասխան արտահայտումը հայերենում, այնպես որ չդառնա գրեհիկ, չդառնա շատ նատուրալիստական եւ արտահայտի այդ ամբողջ նրբությունը, այդ երանգները, որը ներդրել է հեղինակը։ Ընդհանրապես իսպանալեզու գրականությունը շատ հարուստ տրադիցիաներ ունի այդ էրոտիկ լեզվի եւ շատ հանգիստ է այդ տարածքում, հա, իրեն զգում եւ իրենք հաղթահարել են այդ խնդիրը 20-րդ դարի մոտավորապես 50-ական 60-ական թվականներին, երբ որ այնպիսի հայտնի հեղինակներ ինչպիսին է Խուլիո Կորտասարը, Վարգաս Յոսան եւ շատ այլոք, Մարկեսը եւ այլն, այդ խնդիրն էին դնում, որ իրենց իսպաներենը
այսպես պահում է, սահմանափակում է եւ հնարավորություն չի տալիս, պատկերացնում եք այսօր, որ մենք ծանոթ ենք այդ գրականությանը եւ գիտենք, ինչպես են իրենք արտահայտում այդ էրոտիզմը, որ իրենք ունեցել են այդ նույն խնդիրը եւ կարողացել են հաղթահարել եւ ես հուսով եմ, որ ես կարողացել եմ այդ աշխատանքը կատարել եւ շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում թե այդպիսի թարգմանություններ են անում նաեւ անգլերենից եւ կարողանում են այդ արտահայտություններին պատշաճնչողություն տալ նաեւ հայերենով, ինչպես նաեւ մեր երիտասարդ հեղինակներն են այսպես համարձակ կարողանում ուսումնասիրել դաշտը եւ ստեղծել այդ լեզուն, որը շատ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ թարգմանել եւ ճիշտ ներկայացնել մեր ընթերցողին տարալեզու հեղինակներին։ Այսքանի սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցներն էին թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը եւ արգենտինահայ գրող Աննա Արզումանյանը։ Ձեզ հետ Մերի Մուսինյանն էր, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։